Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 14 Խաղաղություն և ուրախություն Աստծո փառքի մեջ քայլելը նշանակում է ոչ միայն ստանալ հոր սերը, այլև սիրել նրան ի պատասխան։ Դա փոխադարձ կապվածություն է, թե տալու, թե ստանալու սեր։ Եվ սիրիր քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ և բոլոր զորությունովդ։ Երկրորդ Օրինաց 6:5 խոսք։ Աստված Առակաց գրքում ասում է. «Սիրտդ ինձ տուր որդյակս», Առակաց 23:26 խոսք։ Նրա սերը պահանջում է փոխադարձ սեր, որը լիակատար է, անբաժան, որը պահանջում է մեր ամբողջ սիրտը, հոգին, միտքը և զորությունը։ Սակայն Տերը մեզ իր խոսքի միջոցով հայտնում է, որ մենք չենք կարող վաստակել նրա սերը։ Այն սերը, որ նա տալիս է մեզ, այն անգին է։ Հովհաննեսը գրում է. «Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Մենք սիրենք նրան, որովհետև առաջ նա սիրեց մեզ»։ Առաջին Հովհաննես 4:10 և 19 խոսքեր։ Ճիշտ այնպես, ինչպես Աստծո սերը մեր հանդեպ նշանավորվում է խաղաղությամբ և ուրախությամբ, այնպես էլ մեր սերը նրա հանդեպ պետք է ունենա այս երկու տարրերը։ Սաղմոս 2-ն խաղաղություն է արտահայտում Աստծո հանդեպ իր սիրո մեջ, երբ գրում է. «Ով ունեմ ես երկնքումը, և քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա»։ Սաղմոս 74:25 խոսք։ Տիրոջը սիրող սիրտը լիակատար բավարարվածություն է գտնում նրա մեջ։ Աստծո սիրառատ բարությունն ավելի լավ է, քան կյանքն ինքը։ Նման սիրտը նաև ուրախանում է Աստծո սիրով, այն երգում ու պարում է ուրախ ոգևորությամբ Տիրոջ առաջ։ Առակաց գրքում կարդում ենք Քրիստոսի այս մարգարեական խոսքերը. «Այն ժամանակ ես նրա կշտին ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր, զվարճանալով նրա առաջին ամեն ժամանակ։ Ուրախանում էի նրա երկրի աշխարհքումը, և իմ զվարճությունը մարդկանց որդիների հետ էր»։ Առակաց 8:30-31 խոսքեր։ Ում որդիներն են այստեղ նշված։ Դա մենք ենք։ Տեր Հիսուսը վկայում է. «Ես իմ Հոր ուրախությունն էի, նրա զվարճությունը»։ Բոլոր նրանք, ովքեր հավատքով դիմում են ինձ, նույնպես նրա ուրախությունն են։